Մերոնք գետը եմ կայքի եթերում, ես շարունակում եմ մերոնք սեղանի շուրջ աղորդաշարի հերթական թողարկումը։ Եվ այսպես, ինչպես Թումանյանն էր ասում, էսե որ կա, էսել կանցնի թասդ բեր, կյանքն ուզում է տիեզերքում զնգալով, վինն ապրում է, մյուսն սպասում թասդ բեր, այսօրվա իմ զրուցակիցը հայ խոհարական խոհարության պահպանման, ավանդական պահպանության եւ զարգացման հասարակական կազմակերպության նախագահ մեր բոլորի կողմի շատ սիրված Սեդրակ Մամոլյանն է։ Պարոն Մամոլյան, սկսենք բարով տեսանքից։ Շատ կարևոր է բարով տեսանքը։ Ես գիտեմ, որ ձեր հայրը այսպես ասած սեղանապետի վաստակ է ունեցել ձեր գյուղում, տարածաշրջանում եւ դուք խոհանոց եք, հայկական խոհանոցն եք, փոշուց մաքրում, ներկայացնում որպես մեր ավանդական։ Դա նշանակում է այդ մեկ բաժակը հաց ուտելը եւ իմաստուն խոսք ասելը շատ կարեւոր է։ Շատ, այո։ Մենք ուտում ենք, խոսում, գնահատում։ Բարով տեսանք։ Բարով տեսանք, Սուրեն ջան։ Ես գիտեմ ձեր պատմությունը, գիտեմ թե ինչպես է ձեր պապը իր տունը պաշտպանելուց հանցագործներից մեկին սպանել։ Ես ծնվել եմ Վրաստանում, Մարնեւլի շրջանի Խոխմելի գյուղում, որի համար շատ հպարտ եմ նախորդ կասեմ, ես սիրում եմ բոլոր խոխմելցիներին, նույնիսկ բոլոր Մարնեւլի շրջանի հայկական գյուղերի, մեր բնաշխարհի բոլոր մարդկանց։ 18 կարծեմ թվականներին տատս ասում էր տենց թալան։ Ղաչաղը, վրացու ղաչաղը գալիս էր թալանի ժամանակ, այսպես ենք ասում։ Մեր գյուղի վրա այդպես եկել էին, հարձակվել էին հարևան գյուղից եւ թալան էին անում։ Կոնկրետ նույնիսկ այդ տանիքի այդ կղմինդրի այդ կրամիտ որ ասում ենք, այդ կրամիտները դանում ենք եւ իմ Սեդրակ պապը եւ Վանոն երկուսով դարանակալում էին, դարանակալել են եւ այդ թալանողներին կրակել, վախեցրել եւ այլն եւ մեր այս մտածելակերպը էլի այդ առումով պապին եւ Վանոն համարվում էին մարդասպաններ։ Այսինքն այնքան մենք բարի բառը մի քիչ սխալ ենք հասկանում։ Բարի ասում ենք, որ բարին այնա, որ ինչ անես դե բարի է, էլի, բայց իմ կարծիքով բարին դա երկրորդ արին է, երկրորդ տարին է եւ արին։ Իսկ արին ընդհանրապես հաղթականն է, ասպետն է, հզորն է։ Ասում էին դե մարդ են սպանում, դե կրամիտ էր էլի թո տանային ինչ։ Հա էլի երկու բանի համար տունը կանդում տանում են։ Եվ որ այդպես է, քանի որ մեր սեղանը մեր հաղորդումը կենացա պատում է, հիշենք Թումանյանի հառաչանքում մի կտոր կար, ասում էր, բայց տղամարդը, որ պատիվ ունի, լավ է իմանում, ինչ պատասխանի երեք իրիկուն էս կողքի սնից կախեին արած երեք հրացան։ Քանի մարդ գնաց իր տնից, քանիսը դառան մարդասպան, բայց վասն արժանապատվության։ Ձեր պապի համար, ում էր պապերի համար, այն արժանապատվության կռիվ տվող պապերի համար։ Այո։ Գանք կենացներին, ըստիս այս մշակույթը երևի թե չգիտեմ, երկար եմ մտածել։ Հետո գիտեք 25 տարեկանում ես չէի կարող կենացների մասին հաղորդում պատրաստել։ Այո։ 58-ում կարող եմ։ Այո։ Այն որ փուչուր երեխան սիրո մասին երգում է, ծիծաղդ գալիս է։ Այո։ Տարիքով մարդը։ Այսինքն ամեն ինչ պիտի իր ժամանակն ունենա։ Թերևս եկել է կենաց ասելու կամ կենացներից խոսելու պահը։ Ձեր հորն եմ ուզում հիշեք։ Իմ հայրս դպրոցի տնօրենն էր, պաշտոն է, եւ արդեն հաստիկային, ոնց որ արտահաստիկային թամադան էր մեր գյուղում եւ ուրախության սեղանների եւ տխրության սեղանների։ Ես հիշում եմ, որ ինքը միշտ իհարկե ուներ իր մոտեցումը, իր արդեն ձևակերպված կենացների շարանը ըստ իհարկե առիթի, բայց այնուամենայնիվ տենց մենք փոքր երեխաներ տենց հերվից լսում էինք, կենացը մի առիթ էր արժանավորին արժանավորելու, արժանավորին ընդհանրապես հասարակությանը ցույց տալու եւ նրան գնահատելու եւ սա երեխաների մոտ առաջացնում էր ցանկություն, թե ինչպիսի կյանք պիտի ապրես, որ արժանանաս կենացի։ Իմ կարծիքով կենացները հենց այդ դաստիարակչական նշանակություն ունեին նաեւ։ Հայրիկի ասած կենացներից Հայրիկս միշտ հիշում
Բազում կլինեն, բայց մեկը էս պահին գոնե։ Ինքը միշտ իր ամենասիրած կենացը մեջ բերում էր Ջիվանից, ասում էր, ինչպես Ջիվանին էր ասում, ինչ բարեկամս էր, եթե իմ ուրախությունով չես ուրախանալու եւ տխրությամբ չես տխրելու։ Միգուցե բարերը ես կոնկրետ բան, այս նախադասությունները, 2-3 նախադասությունը մինչև հիմա դաջված է։ Ես միշտ հիշում եմ, որ այդ կենացներ միշտ ինքը սիրում էր եւ իմ կարծիքով, եթե այն ինչ որ ասեք տարիքային բան կա, տենց 58-ում արդեն հասկանում ես, ես հիմա հասկանում եմ, որ մարդկային որակներից եթե ոչ ամենագնահատելին, ապա շատ բարձր գնահատանքի արժանի այդ զգացողությունը, երբ մարդը կարող է լավով ուրախանա ուրիշի եւ վատով տխրի եւ գնահատի դա։ Եվ գնահատի։ Սա մարդկային լուրջ որակ է կարծում։ Ես հիշեցի, դպրոցում ենք անցել։ Հիմա ինչ կհիշեմ, բայց շատ կարևոր է։ Ըստիս ասում էր գնային որցյակ, աշխարհանցիր, պանցալի անուն մեծի դու ստացիր։ Ու գնաց որդին շատ քուրձեր հագավ, խելքով, գիտությամբ տիրեց շատ աշխարհ ու դարձավ հորը, ասավ պարծանքով, հայրին, այժմ մեծ չեմ քո կարծիքով։ Ու հայրը ինչ է պատասխանում, չէ, թեև դու գիտությանց ես զարդ, բայց քեզ տակավին չեմ ասիլ մեծ մարդ։ Եվ շարունակությունն այսպես է, ասում է, նորա եղբայրը գերի էր տարված, թշնամու ձեռքով տունը ավերված, չի քարավ, գլուխը վտանգի դրեց, եղբորն ազատեց ու տունը կանգնեց։ Այն ժամ սար ու ձորцով դղրդացին, բյուրոտ ձայնով խոսեց ողջ աշխարհը։ Մեծ մարդ անուն այժմ դու ստացար։ Եղբորդ հիշեցիր ու քեզ մոռացար։ Խմենք մեր եղբայրների, քույրերի ու մեր ինքնազոհության պատրաստ լինելու կենացը։ Պատրաստ լինելու, այո։ Վայեն մարդուն, ով գիտությանց է զարդ, բայց իրական կյանքում ոչինչ չի։ Իսկ առանց մեկի մյուսը կոպեկ չարժե, տեսեք հայրն ինչ է ասում, թեև դու գիտությանց ես զարդ, բայց դեռ մարդ չես, տղաջան։ Այո։ Մեր եղբայրների համար, մեր քույրերի համար, մեր հարազատների համար կենացների տրամաբանությունը ես կարծում եմ հենց սա է, որ մենք գնահատենք, որ մենք զուգահեռենք, հակառակ դեպքում մեր արածն ինչ է։ Այո, ամեն դեպքում յուրաքանչյուր մարդ բնականաբար ունի առաքելություն եւ այդ առաքելության արկայությունը տարիների շնորհիվ է գալիս եւ այդ մարդկանց դու իրենց բոլորն ուզում են գնահատված լինեն բոլորը եւ կենացները մի առիթ են որ գնահատված լինեն կենացները մի առիթ են որ երիտասարդներին ուղեցույց լինեն հա բայց ապրած կյանքն էլ պիտի այդպեսին լինի այո անշուշտ հիշում եք Թումանյանը ասում էր չարնել է միշտ ապրում ամեր անեց նրա չար գործին գործիլ դինի թե հերնում էր թե մուրազով սիրածքին եւ ես շատ դեպքերում երբ որ ընկերային հացկերույթ է լինում լինի հարսանիք ծնունդ եւ այլն մի քիչ նեղվում եմ երբ որ հենց այնպես ուղակի մի քանի բան է հնչեցվում այն էլ կենաց ոչ թե կենաց այլ խմենք սրա նրա համար ես զարմանում եմ որովհետեւ դա շատ լուրջ շեղում է կենաց կյանքը հենց կյանքն է կենացը հենց կյանքն է մենք պիտի կենաց խմենք ես չգիտեմ ուրիշ ազգերը այլ ազգերը ինչ են խմում սրա նրա համար բայց մենք խմում ենք կենաց եւ շատ եմ ափսոսում որ այդ կենացների հերթականությունը չասեմ բայց գոնե դրա բովանդակությունը ինչ որ չափով հարմարեցվում է ժամանակին պիտի հարմարեցվի ամեն ինչ բայց մի քիչ ճաշակով մի քիչ բովանդակությանը չկպչելով այնպես ինչպես երաժշտությունը ինչ են անում սա այդ նովային երգում աղավաղելով ասում եմ դուք մեղեդայնությանը մի կպեք այո Եթե ուզում եք այլ երգ երգեք, գրեք ձեր համար երգեք, գրողը տանի, դուք ինչու եք մեղեդայնությունը փչացնում։ Խոհանոցի մեջ էլ այդպես։ Եկանք հասանք խոհանոցին, շատ կարևոր է։ Այո, խոհանոցի մեջ էլ կա այս ճակերտներով ասանք ռաբիզություն։ Գիտեք, այո, հիմա բան կան, ռաբիզը բան չի բան, հասկանալի է, օրվա այդպես խնջույքային կամ չգիտեմ բան բայց այնուամենայնիվ խոհանոցը շատ լուրջ մշակութային ժառանգություն է եւ նրան մոտեցողը պիտի գիտակցի թե ինչին է մոտենում ինքը այսինքն ինքը ինչի հետ գործ ունի այո իհարկե ոչ թե ուղակի մի նյութի որը ուղակի քաղց հագեցնելու մի միջոց է այլ դա շատ լուրջ մշակութային ժառանգություն է
Ցավալիորեն կորուստները շատ են, բայց դրա համար մենք ունենք Սեդրակ Մամուլյան։ Ոչ միայն, մենք շատ Սեդրակ Մամուլյանի տեսակը եւ նմանները, ովքեր իրոք մտահոգ են։ Քանզի տարու բարին էստեղ ես տեսնում եմ Տավուշի խոհանոց վերնագրով գիրք եք դրել։ Ինձ ասեք, սա ի՞նչ է։ Մեր կազմակերպությունը ցուցադրենք էլի նաև, թող մեր հետ։ Այո, մեր կազմակերպությունը ստեղծվել է 2007 թվականին եւ մենք հանձն ենք առել ինքնակամ հանձն ենք առել ազգային խոհանոցի վերականգնման այդ գործը։ Եվ մենք ուսումնասիրում ենք, վերականգնում ենք եւ նաեւ տարածում ենք։ Հիմա Հայաստանի Հանրապետության 10 մարզերի եւ Արցախի խոհանոցների բաղադրատոմսերը մենք հավաքել ենք բավականին շատ։ Սա նախորդ ասեմ, այս աշխատանքը այնպեսին չի, որ դու ասես միանգամից ամեն ինչ հավաքված է արդեն։ Սա անընդհատ իրականացվող աշխատանք է։ Այդտեղ մի ինչ որտեղ գրված չի, որ դու գնաս պեղես միանգամից անես։ Սա մարդկանց ամեն մի մեր տատիկների միտքն է, խոհն է։ Մեր տատիկների արարած խոհն է, խոհանոցը։ Հավաքագրելը եւ մեր առաջ հարց ենք դրել հանրապետության մեր հայրենիքի խոհարարական քարտեզի ձևավորման, որովհետեւ զբոսաշրջության հետ հատկապես առնչվելիս շատ կարեւոր է, որ մեր երկիր այցելող այցելուն զբոսաշրջիկը կարողանա ամեն մի մարզի հետ ստանա այն ամենը, ինչ բնորոշ է այս մարզին։ Այլ ոչ թե որ դուրը բացես խորոված խաշլամա չի։ Այսինքն ինքնատիպությունը ամեն մարզի խոհարարական իմաստով, խոհանոցային իմաստով շատ կարևոր է։ Ես գիտեմ, որ դու շատ լավ ուսումնասիրել ես, գիտես, նույնիսկ մեր բարբարների նման խոհանոցը տարբեր է, տարբեր։ Հա, այդպես է։ Ամբողջությամբ տարբերվում է։ Մոտեցումները խոհանոցի։ Դրանք շատ կարևոր է։ Սեդրակ Մամուլյանը մեծ գործ է նախաձեռնել եւ մեր կազմակերպությունը, մեր իմ թիմը, ես իմ թիմի համար։ Վարձները ի կատար, ինչպես ասում են, մեր տատիկների միտքը ուտեստի տեսքով։ Եվ այդ մտքի շուրջ սեղանի շուրջ ասված իմաստուն խոսքերը, որ մարսվի, թե չէ խոսնել է ուտում։ Մարդը տարբերվում է կենթանոց, հենց դրանով։ Ես հիշեցի Թումանյանի հայտնի տողերը, կանանչ վիթխարի ընկուզենու տակ, ու վերջում ինչ էր ասում, երբ Զվարթաձայն մեր երգը լռեց, մռայլ թամադեն, բեխերն ոլորեց, նրա հետ վերցրին լի բաժակները բոլոր մեծերը, գյուղի տերերը ու մեզ օրհնեցին։ Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք։ Խաղաղություն ձեզ, մեր անբախտ պապեր, հա։ Եվ հիմա մենք էլ նույնն ենք ասում, ապրեք երեխեք, եւ որ ինչի համար եմ ասում, մեզ պես չապրեկը, ինչու է Թումանյանը հավերժ։ Տեսեք, դարերով պահպանել են ինչ որ մարդիկ, նվիրալներ են նրանք։ Այո։ Քիչ թեկուզ ճաշ եփելու տեսքով, համեմելու տեսքով։ Հիմա այսօր դա պետք է այո թղթին տալ։ Դա պետք է աշխարհին տալ, որպեսզի ամբողջանա։ Այո, Սուրեն ջան, եւ գիտեք, մի բան կա, որ մենք հիշում ենք, բայց դրա կարևորությունը կարծես թե չեն գիտակցում։ Մեր հասարակության մեջ տատիկի շերը գաղափար գոյություն ունի։ Չէ, ասում ենք, տատիկ, բայց չեն գիտակցում, որ դա շատ լուրջ ինստիտուտ է։ Տատիկի շերեփը դա միայն սննդի մասին չէր խոսքը։ Իհարկե։ Դա տատիկը, ընդհանրապես մեր տունը դա փոքր պետություն էր։ Իր նախագահով, վարչապետով, պաշտպանության նախարարով, գիտության եւ այլն։ Տատիկ, պապիկ։ Հրաշալի աստված, այո։ Եվ տատիկը շերեփը ձերքը տատիկը վարչապետն էր։ Տնտեսության ղեկավարը ամբողջությամբ ով ինչ այդ տարին աշխատվում էր, աշունը ամբողջը տատիկի ձերքներ շերեփի միջոցով միգուցե, բայց եւ կապ չուներ այդ տարին շատ առատ էր թե ոչ, տատիկը այնպես էր բախշում, որ ոչ մեկը չէր զգում դրա պակաս լինելը կամ ավել լինելը կամ եւ այլն։ Եվ դա շատ լուրջ ինստիտուտ է եւ բոլոր իմ գրքերի մեջ, մենք արդեն 4 մարզի տպագրել ենք, բոլոր իմ գրքերի մեջ այդ տնտեսավարման մեխը հենց գնում այդ ինստիտուտի մասով, այդ տատիկի շերեփի, այդ գաղափարի մասով։ Հրաշալի ասված։ Դե խմենք մեր արմատների կենացը։ Տատիկի իմաստությունը, ասма հիմա եկել մեզ է հասել նրա կարկաչը դարավոր։ Եկել ու մեզ է հասել։ Մի տեսակ խենթանալու է։
Ցավալիորեն պետություն չենք ունեցել, պետականություն չենք ունեցել, անընդհատ կորուստի մեջ են եղել կռվի վերագտնելու եւ այդ գանձերը որոշ տեղեր որոշ մարդիկ իրենցով են արել, բայց մեր արմատների, մեր ծնողների համար եմ ուզում բաժակ բարձրացնենք, հետարքիր կատակ կենաց ունեինք, ասում էինք դե սովետի ժամանակ ռուսները խմում հարբում տնողների կենացը մոռանում են խմել, վրացիք առաջի բաժակն են խմում, որ չմոռանան, իսկ հայերը երբ ասես կխմեն, մեկպես բանենք։ Ծնողների համար են արմատի են մակրության համար, են գենետիկ մակրության համար, որ պիտի փոխանցվի, փոխանցվել է ու պիտի փոխանցվի, անկախ նրանից ինչ հովեր կանցնեն մեր գլխով, ողջինենք, էլի ու էլի։ Նախնական զրույցում դու հիշեցիր տատիկին Նանին։ Ես էլ եմ շատ հիշում Նանին։ Ես ավելի շատ այսպես տատիկիս մոտ եմ եղել։ Ես իր հետ նույնիսկ կարպետ եմ գործել։ Երկանք եմ աղացել, ճախարակ եմ, այսպես թելը բան եմ արել։ Այս հիշողությունները ոնց ենք մենք արտահայտելու կենացների միջոցով։ Այս հիշողությունները մենք չենք կարող այդ կերպ փոխանցել մեր նոր եկող սերնդի կենացների միջոցով, պատմությունների միջոցով։ Սրանք մեր ապրած կյանքն են եւ երջանիկ պահերը, որոնք մենք իհարկե ունեցել ենք, դրանք են, որ մեզ ապրեցնում են։ Իհարկե, եւ ինչու հիշեցի ես տատիկին, ասացի բժիշկներն այսօր դոկտորական են գրում, ասում են, այ շատ ուտելը, այս կլինի են պատմում են, իմ նանը խաշիլ էր եփում, ասում ենք նանի երկրորդ ամանն եմ ուզում, ասում էր բալաջան, մարդու աչքը ուտելիքի վրա կմնա։ Այդ ամբողջ դոկտորական դիսերտացիան, այդ մեկ բառով, այդ 90-ած կինը ասում էր, շատ ուտելը լավ չի, աչքը պիտի կերակուրի մեջ լինի։ Սուրեն, այս ամեն ինչ հասկանալի է սովորական մարդուն։ Ես օրինակ տատիկի այդ կրթվածությունը, նրա բնությունը ճանաչելու այդ կարողությունը խոհանոցի մեջ ավելի շատ է երևում։ Երբ որ ես հիմա մենք արդեն խորացած ուսումնասիրում ենք խոհանոցը, հասկանում ենք, որ տատիկը լուրջ գիտելիք է ունեցել։ Լուրջ գիտելիքներ, լուրջ կրթվածություն ունեցել սննդի հետ վերաբերվելու։ Այնպես որ տատիկը կենացը միշտ պիտի պրակտիկ կրթություն է։ Այո, բնություն, բնական։ Դե որտեղ տատիկն են, դե հո ջուրն ու հայրենիքը։ Այո։ Մենք որ ասում ենք տատիկ, գնում ենք դեպի մեր հո ջուրը։ Մեր տատի գոգնոցը։ Այո, այդ բույրերը։ Ասում էին ունգլուկը։ Չգիտեմ, տարբեր վրացերեն ինչ, ասում էր տատի ունգլուկը, տատի ունգլուկումը ինչ կա։ Տարբեր բույրեր, տարբեր։ 100 եմ որ ասում ցալքից մեկ էլ մի կոնֆետ կաներ ու կհարցներ քեզ։ Դա հենց հայրենիքն է, հո ջուրն է։ Այս բաժակով ամփոփելով նաև մեր այսօրվա հաղորդումը, պարոն Մամուլյան, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ այս կենացային, հասկանում եք, կենացայինը վերջերս սկսել են ասել, արա դե կենաց եք ասում, չէ, սա կենացը դա մշակույթ է, դա կրթություն է, դա եւ ամենևին էլ մոդայի կրթություն։ Խոհանոցի մասը են ասում։ Սա մեր խոհանոցն է, բայց հենց կերակուրի մասին ասում են, այդ ինչ ամոթ չի կերակուրը ինչ որ բանի մետել։ Այո, մեր հայրենիքի համար շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու համար, շնորհակալություն դիտողներին, Պատրիոն ծրագրի միջոցով փորձեք ձեր աջակցությունը հայտնել։ Ինձ մեր հաղորդման հովանավորը այսուհետ կլինի ֆաստմանկա ավանդների ներդրում եւ վստահություն։ Մենք էլ վստահաբար մեր կենացները կամ մեր պատմությունները կփոխանցենք ձեզ եւ կբարյանանք մի քիչ։ Այո, ողջունենք։ Ողջ